Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 15-ի համար։ Օրը չորեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հաջողություն ունեք, նոր դռներ է բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ է բացվում ձեր առջև։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ հարցին ելք եք փնտրելու, ինչ-որ լուծում գտնելու համար, նաև բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք օրվա ընթացքում։ Եվ մտածում եք ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին, այստեղ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, երևի իր մասին եք մտածում, կամ պարկած է, կամ պետք է այդ գիշեր մնա հիվանդանոցում, դրա համար եք մտածում, իր մասին եք այդպես։ Համենայն դեպս այստեղ միմիայն հիվանդանոց կարող եմ ասել, ուրիշ բան այստեղ չկա։ Պարկած է եւ սա հենց պետական հիմնարկություն է, որն էլ հենց նշանակում է այս պարագայում պարկած միայն հիվանդանոցում կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի ցուլեր, իհարկե տարվա ծնված ցուլերը։ Այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ մոտ ուշանում, ինչ-որ մի բան է երկարում, մոտավորապես 1 ամիս այն կուշանա։ Նաև օրվա ընթացքում ձեզ կարող են հրավիրել հարսանիքի կամ ձեր հարսանիքն է, պատրաստվում եք դրան, նաև ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն կանեն ոմանց,
ընտանիքում ոչ է կարևոր իրավիճակի իրադարձություն է, տունը գումար է մտնում կամ գումար է դուրս գալու, կամ տուն եք գնում կամ տուն եք վաճառում, կամ նաև ինչ որ վարձ եք տալիս կամ ձեզ են վարձ տալիս, այդպես կամ ուղարկում են դրսից գումար։ Մի փոքր նեղվում եք այստեղ, նեղվածություն կա, նաև կարող է գոռգռալ այդ նեղվածությունից, նաև տատանվել, գուցե նաև 1-2 բաժակ խմել, եթե ոչ, ապա կարող է ինչ-որ մեկի հետ եք սեղանի շուրջ նստած եւ այդտեղ ինչ-որ տհաճական ձեզ կամ ինչ-որ պահեր են, որոնք որ ձեզ տխրեցնում են այդտեղ եւ կարող եք նաև գոռգռալ։ Տատանվում եք եւ հետո արդեն գոռգռում եք, միգուցե մտածում եք զսպեմ ինձ, չեմ զսպում ինձ, ոնց որ հա վերջ, պետք է գոռամ, հա, արդեն պետք է ասեմ այն ինչ որ մտածում եմ, եւ կարող այդպես է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի վագրեր, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը անպայման, ինչ որ մի բան է փակ, ինչ որ մի բան չի ստացվում, դա օցերից է, չեն անում, նաև ինչ որ չափով է գումարից է դա կախված, կարող եք երկար եք սպասել դրան եւ պատասխանը գալիս է ոնց որ առայժմ չի լինում, որովհետեւ պետք է վճարեք կամ ինչ որ օցեր են, որոնք որ ինչ որ մի բան այնպես չեն արել կամ այնպես չեն անում, որպեսզի դա բացվի, դուք կարողանաք այդ գործողություններն անել։ Տան հետ կապված որևէ իրադարձություններ ունեք, այդ օրը առիթ է։ Նաև դա կարող է լինել ինչ որ խնդիր, ինչ որ հարց տան հետ կապված, միգուցե տան իրերն եք այսօր կողմ տանում, մաքրություն եք անում, միգուցե նաև ինչ որ գործողություններ են։ Գնում եք տուն եք նայում, այսպես, հա, ամեն ինչը տան հետ կապված։ Նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք եւ ինչ որ մի բան այսպես փուչկի նման կպայթի, կարող է բացահայտվել, ինչ որ կարող գախնիկ է կամ այնպեսի մի բան է, այդպես կարող փուչկի նման բացահայտվել եւ նաև եթե ինչ որ մի բան են հստակ ձեզ առաջարկում, երկար մտածեք նոր, հա, մի այդպես շտապեք անմիջապես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 15-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, չնայած այստեղ արդեն հեսա կամ, որի ժամանակ այսա կամ շուտ եք արթնանալու քնից, կամ երկար եք քնելու, կամ ուղղակի վատ եք զգում, պարկած եք մի փոքր երկար։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք ինձ կարող այդպես պարկած եք եւ չեք ուզում գնաք աշխատանքի, զանգահարում եք, այնտեղ պայմանավորվում եք, որ չգնաք։ Նաև ոմանք հարցազրույցի կգնան պետական աշխատողի հետ հանդիպման կգնաք, բիզնեսը առաջ կտանեք եւ լավ նորություն կլսեք, բայց այդ նորությունը ասում եմ ինչ-որ մի չարկին, ով որ ձեզ չի սիրում, մի կողմից ինչ-որ մի լավ բան է ասում, ձեզ մի կողմից ֆշշնում, ամենայն դեպս այդքան էլ լավը չի ինքը, բայց ձեզ լավ նորություն կասի։ Նաև ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, օրվա վերջ տատանվում եք, ծանրութեթև եք անում, նաև այստեղ տան հետ կապված, տան ընտանիքի անդամների վեճի հետ կապված դիմում եք որևիցե մասնագետի, դա կարող է լինել հոգեբան, օրինակ, որ գնում եք հոգեբանի մոտ հասկանաք ինչու եք անդադ վիճում, ինչու անդադ խնդիրներ կամ ձեր վեճի հետ կապված յուրաքանչյուր մասնագետի կարող եք դիմել, որպեսզի հասկանաք ինչից է դա, ինչ խնդիր է դա եւ ինչպես այն լուծել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Միգուցե մասնագետից հետո եք գալիս վիճում, իրար հետ մեկը դիմել է մասնագետի, մյուսը դեմ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հաջողություն ունեք, բայց նաև ինչ-որ մի բան եք ձեր ձեռքից բաց թողնում, միգուցե հենց հաջողությունը։ Համար ուշադիր եղեք, հետո սկսեք մտածել։ Միգուցե հաջողության շարունակություններ, ինչ-որ մի բան պետք է տեղի ունենար, կամ հենց հաջողություն ուշադիր է ստեղ։ Ամեն դեպս ձեր ձեռքից բաց եք թողնում, նաև գումար կամ կստանաք, կամ գումար կվերադարձնեք։ Եվ կամ կծախսեք վճարեք ինչ-որ մի բան, նաև այստեղ ձեր երկրորդ կեսն է հիվանդ, ձեր ընտանիքի անդամներից կարող է ինչ-որ մեկն է հիվանդ, իրեն պետք է խնամեք, նաև եթե գործընկեր ունեք, ապա գործընկերն է հիվանդ։ Այսքանը ձեզ համար կամ հանգստյան կարիք ունի, ուզում է հանգստանալ, խոսում եք այդ մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերի։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 15-ին։
Հարգելի օծեր, այդ օրը ինչ-որ մի բան փակ է, կախված է ձեր զույգից, նաև կախված է նրանից, որ ինչ-որ մեկի վրա գորգռացել եք և հիմա չեք կարողանում այն անել։ Միգուցե ինքը պետք է անի, չի ստացվում, որովհետև վիճել եք, որովհետև չեք խոսում։ Դա կարող է լինել նաև ձեր երկրորդ կեսը, չի բացառվում։ Կամ գործընկերը։ Այդ օրը նաև խոչընդոտներ կան սիրային հարաբերություններում։ Սեր խոստովանելու հետ կապված հարցերում միգուցե խնդիրներ առաջանան, նաև զույգերի միջև, ձեր սիրելի մարդկանց միջև, եթե դուք միայնակ եք, այս պահին չունեք ոչ ոք ձեր կողքը, ապա դա ձեր հարազատ մարդիկ են, ձեր սիրելի մարդիկ են դա։ Եվ մի վիճեք, որովհետև վիճելուց հետո կամ դուք եք վատը զգալու ձեզ, կամ այն մարդը, ում հետ որ այդ օրը կվիճեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ինչ-որ միտեղ կգնաք, կկանգնեք, կմնաք, ոնց որ երկար կմնաք, նաև ինչ-որ մի բան է դանդաղում, ինչ-որ մի բան է կանգնած, դա կամ երկերեսանիների պատճառով է, իրենք են դա արել կամ մի պատմեք, նման մարդկանց, իբրև թե իրենք ասած իբր կտխրեն, բայց ուրախանան ձեր այդ վիճակից, որ չեք կարողանում ինչ-որ մի բան անել դրա համար, փորձեք չպատմել տվյալ անձնավորությանը։ Նաև իր շնորհիվ է, որ ձեզ մոտ ինչ-որ բաներ է կանգնած։ Եվ այդ օրը եւս այն ինչ որ չի լինում գործերը առաջ մղել, խոչընդոտներ կան, դա համար չեք կարողանում ամբողջությամբ ձեր գործերը առաջ մղել, ինչ որ բաներ կմնան, ինչ որ չափով, ինչ որ բան խանգարի, ինչ որ մի բան չկա, ինչ որ մի բան բացակայում է, դրա համար չեք կարողում անել։ Եվ ելք եք փնտրելու այդ հարցին լուծում տալու համար, որ կարողանաք գործերը առաջ մղել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 15-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում սա։ Այդ օրը ոմանց կարող են հրավիրել հարսանիքի կամ ձեր հարսանիքն է պատրաստվում եք, նաև ընտանեկան որևիցե միջոցառում է ընտանիքի անդամների հետ է կապված, ամուսնական կյանքի հետ է կապված, ոմանք գործարք կկնքեն այդ օրը, պայմանագիր կկնքեն։ Եվ այստեղ սեղանի շուրջ նստած մի փոքր նեղվում եք, ձեզ ոնց որ միայնակ զգաք, ճնշվում եք կամ նաև ձեր երկրորդ կեսի հետ կարող եք վիճել կամ ընտանիքի անդամների հետ։ Հետո կարող են նաև վատ զգալ ձեր ընտանիքի անդամներից ոչը մեկը, ում հետ որ վիճում եք։ Եվ օծեր կան, ովքեր որ ձեզ պահում են, հա, ինչ որ պահում են, որ ինչ որ բաներ չանեք, նաև ինչ որ գործեր են դանդաղացնում, ինչ որ գործեր են կանգնացնում, որ դուք չկարողանաք այն անել։ Ինչ որ բանի պատճառը իրենք են այդ օրը։ Կամ եթե ձեզ մոտ ինչ-որ մի բան է կանգնած եւ դուք խոսում եք այդ մասին, որ վայ կանգնած է եւ այլն, իրենք դրանից ուրախանում են։ Կամ չեն անում, ուղղակի չեն անում, դրա համար կանգնած է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հույսով լցված եք, հույս ունակ, որ այդ օրը գումար կտան ձեզ, կվճարեք, ինչ որ մի բան, կամ ինչ որ մի բան է, հույսով լցված եք, հույսներ դել եք կամ այդ գումարի վրա, որ կստանաք կանեք, հույսներ դել եք այդ գումարի վրա, որ կտան, որ դուք կվճարեք, ի վերջո կվերջացնեք այդ ամեն ինչը, ինչը որ ձեզ խանգարում էր, ինչ որ մի բան է նաև, հա, հույսը եւ գումարը։ Կամ ավելի մաչելի կլինի, էժան կլինի եւ ձեզ ավելի հարմար կլինի այն գնել։ Հեռախոսազանգ ունեք օրվա ընթացքում, նաև ոչ մասնագետի կարող եք տեսնել կամ նաև խոսել։ Սեղանի շուրջ եք նստելով, որն էլի մի փոքր ուշադիր եղեք, այնտեղ ինչ եք ուտում, ինչ եք խմում, որտեղ կարող եք ձեզ հետո վատ զգալ։ Եվ երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, չէ՞ մի բան ուրիշ բան կասեն, ուրիշ բան կանեն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին հոկտեմբերի 15-ին։
Հարգելի ակաղներ, այդ օր ինչ-որ մեկի հետ եք վիճելու, օրվա ընթացքում նաև հաջողություն ունեք, միգուցե վեճն է հաջողությամբ ձեր օգտին ավարտվում, միգուցե նաև մեկ այլ հարց է, նոր դռներ է բացվում, դա ձեր առջև։ Նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, իսկ օձերը այստեղ ավելի են նյարդայնանում, որ դուք ուրախ եք, ձեր տրամադրությունը բարձր է։ Ձեր տրամադրության վրա իրենք չեն կարող ազդել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի շներ, այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, նաև կարող եք հուզվել, արտասվել այդ լուրից։ Մի կողմից էլ տխուրում եք։ Մի կողմից տխուր եք, ինչ որ դեպրեսիվ վիճակ է, այդ բարի լուրը կարող է, իրոք ձեզ համար շատ լավ լուր էր, բայց ինչ որ մի բան է այդտեղ դրա մեջ, ձեզ այդքան էլ դուր չի գալիս։ Նաև օրվա ընթացքում հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, ինչ ուզում եք արեք այդ օրը, նոր սեր, նոր հնարավորություններ, նոր հարաբերություններ, նոր ընտանիքում ամեն ինչ նորմալ է, կարող եք հանդիպել ձեր սիրելիներին, ինչ-որ մի լավ բան է տեղի ունենում, որից հետո դուք ձեզ սիրված եք զգում, այդպես ձեզ լավ եք զգում եւ վիճում եք հետո ինչ-որ մեկի հետ կարող եք հետո վիճել արդեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 15-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև այդ օրը լավ լուր կլսեք, որը կարող եք նշել, նաև կարող եք սեղանի շուրջ նստած եք այդ լավ լուրը լսում։
մի փոքր կհուզվեք, հնարավորինով արտասվում եք եւ ժամի հետ կապված հաջողություն ունեք կամ ինչ-որ մի բան կհասցնեք անել ճիշտ ժամանակին կամ նա ինչ-որ մի բան է, որ այդ ժամին ինչ-որ մի լավ բան տեղի կունենա։ Հստակ որևիցե ժամ, գուցե ժամ եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ եւ ինչ էլ որ անում եք այդ ժամին, դա ձեզ հաջողություն կբերի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։